Առհասարակ խանդի դեպքում եթե մենք գործ ունենք խանդի հետ եւ հարաբերությունները վատթարանում են, պետք է դիմել հոգեբանի օգնությանը։ Երբ արդեն խանդը ազդում է նաեւ զույգերի սեռական առողջության վրա կամ ընտանեկան մթնոլորտի եւ ներդաշնակության վրա։ Այո, նման դեպքում արդեն պետք է դիմել եւ սեքսապաթոլոգի եւ հոգեբանի համատեղ օգնությանը, որպեսզի ժամանակին կարողանան մասնագետները ցուցաբերեն իրենց օգնությունը։ Երբ պետք է շտապեն, ինչից սկսեն եւ որոնք են այն ահազանգերը, որոնք արդեն հուշում են, որ պետք է դիմեն մասնագետի օգնությանը։ Կոնֆլիկտների քանակը, երկուստեք անբավարարվածության գործակիցը, ներքին հանգստության կորուստը, տագնապի եւ վախի ավելացումը, սրանք բոլորը գործոններ են, որոնք որ ահազանգ են, որ այլևս հարաբերությունները կարծես թե փլուզված են կամ փլուզման եզրին են։ Եվ մշտական կրկնվող թեմաները, մշտական կպչուն վիճակները, որոնք որ հանգիստ չեն տալի առհասարակ ներընտանեկան կյանքը վարելու, այո, այս դեպքում պետք է շտապեն դիմելու եւ հոգեբանի եւ սեքսապաթոլոգի, որպեսզի հասկանան հիմնարար խնդիրը, այսինքն ինչից է առաջացել, թե դա դրսևորում էր անձնային, որը որ հանգեցրեց դրան, այսինքն կարողանան հասկանալ պատճառը եւ առջևնավետ լուծման ուղիներ փնտրել։